Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու տարբերակը։ Այսօր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ապրիլյան ռազմական գործողություններից հետո առանձնազրույց էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ 18 տարի առաջ ասում էի կա, հիմա ցույց տվեք։ Գոյություն չունի, այն ինչ որ դրված է հիմա սեղանի, նույն փուլային տարբերակ։ Այսօր բանակցությունների սեղանին ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 97 թվականին, այն է, որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը, երաշխավորված Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատաք։ Վաղը կբերենք, կտեսնեք։ Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ նույնիսկ 97 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը։ Ավելին, առաջին նախագահն ընդգծեց, թե այս պահը բաց թողնելու դեպքում հաջորդ տարբերակը Հայաստանի համար ավելի վատն է լինելու։ Այլ լուծում, քան այնինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի, հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրություններից ամիսներ առաջ հրավիրված համագումարում կենտրոնանալով բացառապես Ղարաբաղյան խնդրի վրա։ Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել։ Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ։ Մասը պահողները, մասը փրկողները հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։ Ինչու ենք ուրեմն մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում, որովհետև դժբախտաբար Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուս քաջերի իրականում, ինչ ասեն, ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար առանց աջուձախ նայելու ընտրությունների գնալ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն նշանաբանով։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը պատրաստակամություն հայտնեց այս նշանաբանի ներքո այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցել առաջիկա ընտրություններին։ Շակերտներ չբացելով արդյոք որևէ ուժի հետ կա թեկուզ նախնական համաձայնություն։ Բացառությունը իշխանական հանրապետականն է, անհրաժեշտ համարելով խրախուսել Սերժ Սարգսյանին կատարելու Ղարաբաղյան կարգավորման վճռական քայլը, Լևոն Տեր-Պետրոսյանը միաժամանակ բացառեց քաղաքական համագործակցությունը Սարգսյանի գլխավորած կուսակցության հետ։ Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիք կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումը ամենևին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետևողական քննադատն ու այսուհետև էլ չենք դադարելու այդպիսին լինել։ Կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած հանրապետական կուսակցության ձևավորած որևէ կոալիցիայի։ Լևոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատեց նոր կառավարության ծրագրում տեղ գտած ազգբանակ գաղափարախոսությունը, որակելով այն ձախորդ, չմտածված ու վտանգավոր ծրագիր, որի միակ լինելու է արտագաղթի խթանումը։ Առաջին նախագահի խոսքով ազգբանակը ստատուս քվոյի պահպանման նույն ռազմավարությունն է, այլ փաթեթավորմամբ։ Այսինքն մեր իշխանությանը հոգեհարազատ մարքեթինգի տրամաբանությամբ իր սնանկությունը ապացուցած բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը
փոխարինվել է մի այլ ավելի գրավիչ ու բարեգունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, այնպես որ եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե ազգ բանակի, այլ խաղաղություն այժմ, peace now շարժման օրինակը։ Խաղաղություն հենց հիմա։ Իրեպ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնացրեց Ռուսաստանի գործադրած, մեջբերում եմ լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Սա մարդկանց համակրությունների կամ հակակրանքների հետ որևէ կապ չունեցող բան է, սա իրականություն է։ Եվ Ռուսաստանի այդ ջանքերը վերջին շրջանի արդ գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունը այս հարցում։ Հոռետեսական ելույթը Տեր-Պետրոսյանն ինքը դառը որակեց, բայց ասաց վհատեցնելու նպատակ չունի։ Այլ ընդհակառակը ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը, ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է։